Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Երկրորդումն օրենքի 34-րդ գլուխ Մովսեսի մահը։ Մովսես Մովապի թաշտերեն նապավ լերը պարսացավ, Փասկայի կակատը Երիքովի դիմաց, ու դերը անոր ցուցուց ամբողջ քաղաքի երգիրը մինչև թան, ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի եւ Մանասեի երգիրը, Հութայի ամբողջ երգիրը մինչև արևմտյան ծովը, նաեւ հարավային կողմը, Երիքովի հովիդին թաշտը, Արմավիներու քաղաքը մինչև Սեքովր։ Դերը անորսավ Ահավասիկ այն երգիրը, որուն համար Աբրահամի, Իսահակի ու Հակոբի երդումը եսելով, քու զարմիտ պիտի դամզայն, քու աչքերովդ տեսնել դվիքեզի, բայց դուն հոն պիտի չանցնես։ Այսպես դիրոջ ծարան Մովսես հոն մերավ, Մովապի երգրի մեջ, դիրոջ հրամանին ամացայն։ Դերը զայն Մովապի երգիրը ծորիմը մեջ թաղեց, Փեթփեովրի թիմաց, ոչ մեկ մարդ անոր քերեզմանին դեղը գիցավ մինչև այսօր։ Մովսես 120 տարեկան էր, երբ մեռավ։ Իր աչքը մտակնած չէր եւ գենսունակությունը կացած չէր։ Իսրայելի որդիները Մովսեսի համար 30 օր լացին Մովապի թաշտերու մեջ, ապա Մովսեսի սուքին լացի օրերը վերջացան։ Նավեի որդին Հեսու իմաստության հոգիով լեցված էր, որովհետև Մովսես իր ցերքերը անոր վրա թրեր։ Ուստի Իսրայելի որդիները անոր հնազանդեցան եւ դիրոջ Մովսեսի բադվիրածին համացայն ըրին։ Իսրայելի մեջ ալ մարգարեմը չելավ Մովսեսի պես, որովհետև դերը զինք 30 ջանցավ։ Դերը զինք Եգիպտոսի երգիրը ղրգեց բոլոր նշաններով ու հրաշներով, զանոնք փարավոնի, անոր բոլոր ծառաներուն եւ ամբողջ երգրին արչեւ ընելու։ Ու Մովսես իր ցերկին ամբողջ ուժով այդ ամբողջ մեծ արհավիրքը կործատրեց ամբողջ Իսրայելի աչքերուն արչև։ Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։ Ահավասիկ սիրելի ասկագիցներ, ավարտեցինք Հնկամադյանի ընթերցանությունը։ Առաջին 5 գիրքերու Ծննդոց, Ելից, Թվոց, Ղևտացոց, երկրորդ օրինաց։ Մովսեսի գրած գիրքերն էին անոնք։ Աստուծո ստեղծագործության բացուտենեն մինչև Աստուծո ընտրյալ ժողովրդին խոստացված երգիր մուտքը։ Այս բացությունը նաև այսօր մեր բացությունն է, մեր այսօրվան կյանքն է։ Ահա սիրելիներ, մենք ալ հին ժողովրդին փոխարեն, երբ Աստուծո նոր ժողովուրդը, նոր Իսրայելը կգազմենք, ահա այս կյանքի Եգիպտոսին մեջ են մեր քայլերը գուղենք թեպի խոստացված երգիր։ Եվ ինչպես որ հին ժողովրդին Իսրայելի առաջնորդը պիտի լար Մովսեսեն հետ Հեսուն եւ Հեսուն ինք պիտի առաջնորդեր ժողովուրդը թեպի խոստացված երգիր, Հիսուս ինքն է մեր առաջնորդը թեպի հավիտենական կյանք։ Հիսուս անունը Հեսու նույն ինքն անունն է։ Հիսուս միակ ճամփան է, ճշմարտությունը եւ կյանքը, անոր անոր գեդեվի հավիտենական կյանքը գժարանք է։ Սակայն սիրելներ, ինչպես տեսանք երկրորդումն օրենքի այս գրքին մեջ, Աստված կսե. «Թիմացդ օրտությունները եւ անեծները դրի, թուն օրտությունները ընտրե։ Եթե իմ բադվիրաններս կործատրես, եթե հավատանիմ մնաս ինձի եւ իմ բոլոր խոսքերս քու կյանքիդ մեջ կործատրես, ապա ամեն տեսակ օրտնություն պիտի վայելես։ Իսկ եթե երես դարձնես ինձ մե, լքես իմ բադվիրաններս եւ ուրիշ աստվածներու յետևեն երթաս, ապա իմ երեսս քեզ մե պիտի դարձնեմ ու անեծներ պիտի քանքու վրատ»։ Այսօր սիրելներ, Աստուծո այս խոսքը աստարարություն է մեզ մե յուրաքանչյուրին եւ նաեւ մեր ազգին եւ բոլոր քրիստոնյա ազգերուն։ Եթե մենք սիրելիներ մեր սուրբ հայրերուն աբրած կյանքով չաբրինք, եթե մենք Աստուծո բադվիրանները չկործատրենք, եթե մենք սիրելիներ Աստուծո խոսքերը չկործատրենք եւ երես դարձնենք Աստուծմե, ապա Աստվածալ մեզ մե երես պիտի դարձնե, մեր ազգեն, մեր հայրենիքեն, մեր անձերեն եւ պիտի գործվենք։
Սակայն սիրելներ, եկեք մենք մեր հայրերու հավատքով գարչած մնանք մեր Տիրոջ, հարինք Տիրոջ եւ կործատրենք իր բադվիրանները, սիրով ու սրբությամբ ընտանանք, հետևինք Տիրոջ քայլերուն, որովհետեւ ինքն է մեր առաջնորդը, որքանալ այս կյանքի մեջ նեղություններ գրենք, դժվարություններու անտիբինք, որքանալ հալածվինք, որքանալ գոդորվինք, իմանանք սիրելիներ, որ մեզի կսպասե հավիտենական կյանքը։ Ուստի եկեք դեպի խոստացված հավիտենական կյանք ընթանանք, հետևելով մեր Փրկին ու Տիրոջ Հիսուս Քրիստոսին, որ ինքն է ճամփան եւ ինք բացավ մեր դիմաց հավիտենական կյանք մտնելու ճանապարհը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, անգամը եւս ընթերցեցեք այս գիրքերը եւ հավատքով լեցված Տիրոջ բադվիրանները կործատրեցեք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, օրհնյալ մնացեք։